Առողջ երկարակեցություն ծրագիրը հասել է Էջմիածին, տարեցների կենտրոնում բուժական ֆիզկուլտուրայի դասընթաց է։ Ծրագիրը կյանքի է կոչվել առողջապահության նախարարության եւ Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպության համատեղ ուժերով։ Մինչև բուն դասին անցնելը տարեցները նախ կես ժամ մարզում են մարմինը։ Այս ամի ամիսը որ հաճախում եմ, մեծ բավականություն ենք ստանում ստեղ։ Mēs atեն առույգ ենք զգում, ավելի ջահել ենք զգում, հոգեպես, մարմնապես լավ ենք զգում ես։ Ես իսկապես ֆիզիկապես հիվանդ եմ, ոսկորների հիվանդություն ունեմ, օստեոպորոզ, բայց այս վարժությունները ահագին օգնում են ինձ։ Ֆիզկուլտուրայի փորձառու ուսուցչուհին, որ հիմա նաև տարեցների մարզիչն է, հիացած է նրանց ընկալունակությամբ։ Համալիր վարժությունները փոխանցում է այն հաջորդականությամբ, որ կանայք կատարելու դժվարություն չունենան եւ չվնասվեն։ Վարժությունները ես նախորդ տանը նախապատրաստում եմ, ինչ վարժություն պետք է կատարենք, որ չվնասենք տարեցներին, որ չվնասենք որևէ խնդիր չլինի։ Ու ինձ թվում է այդ իմ արած վարժությունները ոչ մեկի վնաս չի տալու օգուտից բացի։ Ոչ մի դժգոհություն չի լինում, ոչ մեկը չի տրտնջում, բոլորը ուրախ, զվարթ։ Տնային առաջադրանք չի հանձնարարում, բայց խորհուրդ է տալիս տանը նույնպես շարժման մեջ լինել, նաև քայլել ինչքան կարող են եւ առանց շտապելու։ Ֆիզիկական ակտիվությունն, ասում են, նաև լավ օր ու բարձր տրամադրություն է երաշխավորում, ճիշտ այնպես, ինչպես կենտրոնում բուժական ֆիզկուլտուրայից հետո։ Դա ենթադրում է մարմնամարզություն, իրենց ակտիվությունը ապահովող տարբեր ֆիզիկական վարժություններ, որից ասեմ արդեն երկրորդ պարապմունքն ենք մենք իրականացնում ֆիզիկական այսօր ակտիվ վարժանքի եւ ակնհայտ է մեր շահառուների ոգևորությունը եւ մոտիվացիան։ Երկրորդ կարևոր բաղադրիչը ծրագրի պետք է ունենանք արտ-թերապիա, արդեն մեր երրորդ դասընթացից կսկսենք արտ-թերապիայի պարապմունքները։ Արտ-թերապիայի համար հատուկ մասնագետ են հրավիրել, որը կբացահայտի տարեցների հմտությունները ասեղնագործության, նկարչության եւ կավագործության ոլորտներում։ Հետագայում ուշագրավ աշխատանքները կցուցադրվեն, նաեւ կվաճառվեն։ Խաղերը, վարժությունները, կոգնիտիվ ֆունկցիաները խթանող նկարչությունն օգտակար են ոչ միայն շահառուներին, այլև խաղավարին, այս դեպքում Սոսի Ավագյանին, ասում է եւ ինքն է օգնում եւ իրեն են օգնում։ Աշխարհում մեկ այս ձեռագիրը գնում է, Հայաստանի մեջ է որ սկսանք հիմա վերջերը, ինձ թվում է այո, առնվազն ուրախանում են իրար մոտ գալով, այսինքն այդ ամեն ինչը մարդու համար առողջություն է նաև, չէ՞ որ միասին ինչ-որ բան են անում, խաղ են խաղում։ Նաև աշխուժացնում է այդ առումով, որ մարզանքները հատուկ նախատեսված են այս հարցին համար։ Հիշողության աշխուժացման, գետրոնացման համար, ուրեմն քանի որ նախատեսված են, պիտի որ օգնեն։ Չնայած առաջացած տարիքին Ալվարդ Մկրտչյանն ուշադրության կենտրոնացման խնդիր չունի, թարմեն նաև հիշողությունն ու տրամաբանությունը։ Ավելին, տարեցկինը նույնիսկ մաթեմատիկայի դասավանդում Էջմիածնի դպրոցներից մեկում, իսկ այստեղ է տարեկիցների հետ շփվելու, հետաքրքիր օր ունենալու համար։ Սա ընդհանուր վարժություն է, ես էլ ընդհանուրի հետ մասնակցում եմ այս ամեն ինչին ու շատ հաճելի է։ Ամեն մարդ իր չափով կենտրոնանում է ու կատարում է։ Ծրագրով նախատեսվում են նաև այցելություններ թատրոնու պատմամշակութային վայրեր, գրքի եւ արվեստի երեկոներ, հանդիպում քննարկումներ երիտասարդների հետ։ Կենտրոնն առայժմ գործում է Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանում։ Ամիսներ առաջ, սակայն, Վաղաշապատի համայնքապետանում եռակողմ պայմանագիր էր ստորագրվել, ըստ որի մինչև տարեվերջ կենտրոնն իր մշտական հասցեն կունենա եւ կգործի ամեն օր։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Լուրեր։